Standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Բարև, այս անգամվա պոդքաստս նախորդի շարունակությունն է, ուրախ կլինեմ եթե դիտած լինեք, եթե ոչ նայեք, որպեսզի թեմայի մեջ մտնեք, խոսքը Մարինե Պետրոսյանի մի ֆեյսբուքյան գրառման մասին էր, առաջին մասում խոսեցի դրա առաջացրած արձագանքների մասին և հիմա ուզում եմ խոսել բուն տեքստի մասին, գրական առումով։ Մարինեի ֆեյսբուքյան տեքստը անվանեցի ոչ թե ստատուս, այլ տեքստ։ Մարինեն ինքը իր գրածները հաճախ տեքստ է անվանում։ Տարիներ առաջ նույն ներանում հայտնի սիրված գրող Հովհաննես Գրիգորյանը իր բանաստեղծություններն անվանում էր տեքստ, որպեսզի հասկանանք ինչու երևի պետք է սկսենք Հովհաննես Գրիգորյանից, հատկապես իր մի բանաստեղծություններից, որ գրել էր 60-ականների կեսին։ Բանաստեղծությունը կոչվում էր Աշուն։ Կարդամ առաջին 3 տողը։ Փողոցներում ծառերից կախված օրորվում են բանաստեղծները։ Հովհաննես Գրիգորյանի այս գործը կարելի է համարել ծրագրային, այստեղ ուղղակի աշնան ծառերից է կախում բանաստեղծներին, իսկ հետագա շատ գործերում էլ խաղարկում, ապակառուցում, քանդում է բանաստեղծի ու բանաստեղծության, բանաստեղծականի մասին ռոմանտիզացված կարծրատիպերը։ Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, որ ժամանակին պոետական սերնդի մասին շատ գործեր է գրել, Հովհաննես Գրիգորյանի հատկապես այս գործի մասին էլ գրություն ունի և դա բառի սահմանները հոդվածի մեջ է։ Ինչ է ասում Ալեքսանդր Թոփչյանը։ Տերյանական աշունի ստերեոտիպին սովոր մարդը բնական է պիտի սոսկար տերևների փոխարեն ծառի ճյուղից կախված բանաստեղծներ տեսնելով։ Նրանք բնականաբար պիտի ապավինեին դասական ստերեոտիպի անդորին։ Հովհաննես Գրիգորյանը այս բանաստեղծությամբ տերյանին չի, որ ձեռնոց է նետում, այլ տերյանական աշուն կարծրատիպին ու դա հա գրող էպիգոն նմանակողներին։ Եվ ձեռնոցն էլ զուտ հեգնանք չի, այսինքն պարզապես ձեռ չի առնում ինչ-որ բան, ինչպես այսօր հաճախ անում են, դա իրականում վիզա է դեպի մի նոր աշուն, դեպի ուրիշ բանաստեղծություններ, որ ոչ թե նմանակում են արդեն եղած բանաստեղծական մշակույթը, այլ ստեղծում են նորը։ Ուրեմն Մարինեն էլ իր որոշ գործեր անվանում է տեքստ։ Ինչու՞, արդյոք բանաստեղծականի այդ շարունակական կարծրատիպի չարչրկման դեմ, թե քանի որ այսօր երբեմն ժանրերը միաձուլվում են, ժանրերի սահմանազատումն է դժվար լինում, թե մի այլ պատճառով փորձենք հասկանալ։ Մարինեն տարիներ առաջ 2000 թվականին գրել էր մի հոդված գրական թերթում, որ կոչվում էր «Անտիպոեզիա» կամ «Երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի»։ Այդտեղ նա խոսում էր իրականությունից դեպի հավերժական, վերիրականը թաքնվելու ալիբի չփնտրող գրողների մասին, այդ միտումը անվանում էր «Անտիպոեզիա», հայ գրականության մի ուղղություն և դրա ներկայացուցիչներ էր ներկայացնում ինձ ու Արմեն Շեկոյանին։ Հետագայում նաև գրում էր, որ ինքն էլ է անտիպոեզիա գրում։ Այստեղ պիտի մի քիչ Արմեն Շեկոյանի մասին խոսեմ, կարևոր է այս համեմատելու համար Մարինեի գործի հետ։ Մեր ժամանակի ամենափայլուն գրողներից մեկը, Արմեն Շեկոյանը։ Շեկո էինք ասում իրան։ Ուրեմն Շեկոն լիքը պոեզիա ու անտիպոեզիա գրելուց հետո, կարծեմ 2005-ից սկսեց գրել իր անվերջանալի վեպը, որ կոչվում էր «Հայկական ժամանակ»։ Վեպում իրական մարդկանց մասին իրական դեպքեր էին, պատմություններ էին, մեզանից շատերը կան այդ գործերում, կան շատ զարմանալի դեպքեր, որոնց իրական լինելուն դժվար էր հավատալ։ Ես Շեկոյի հետ շատ էի շփվում իմ գրական խմբակում, ինքնագիր ակումբում, ինքը մշտական այցելու էր և այդ մասին նույնիսկ գրել է իր գործերից մեկում, թե ինչպես դպրոցականի պես գալիս է այդ քննարկմանը ինքնագիր ակումբի։ Ուրեմն քննարկումից հետո մենք երկար քայլում էինք, սրճարաններ էինք նստում և երկար զրուցում էինք ու ինքը միշտ պատմում էր դեպքերի մասին, որ դեռ պիտի գրեր։ Այդ ժամանակ երբեմն չգիտեինք, որ մեր վրա փորձարկում է և պետք է գրի։ Պատմում էր զարմանալի բաներ, անհավանական բաներ ու մենք էլ զարմանում էինք, ոնց կարար տենց բան պատահել։ Ինքն էլ սկսում էր համոզել, լավ էլ համոզում էր, օրինակ համոզում էր, թե ոնց սովետի ժամանակ ընկերոջ հետ գնացել են Սոչի, ծովափ և տուն են վարձել, առավոտյան արթնացել են, սուրճ են փնտրել, մի բանկա են գտել փոքրիկ տուփիկի մեջ, խմել են դա, հետո տանտիրուհին եկել է ու պարզվել է, որ դա սուրճ չի, այլ տանտիրուհու ամուսնու աճյունը։
Ես երկար ժամանակ չէի հավատում, ասում էին ժամանակ սկի դիակիզարան կար, չկար եւ այլն, ինքը համոզում էր, համարյա համոզվում էի, բայց ներսումս միշտ մի հարցական նշան էր մնում։ Հետո մի օր պատահաբար մի պատահականության բերումով հայտնաբերեցի, որ այնուամենայնիվ որոշ բաներ հորինում էր։ Ու ոնց հասկացա։ Մի օր Վահան Իշխանյանի հետ նստած էինք ջազվե սրճարանում։ Ճիշտ ասած հիմա չեմ հիշում ոնց է այդտեղ ձևավորումը, բայց այդ ժամանակ սեղանի ապակու տակ մենյուն թերթով դրած էր, թերթի ֆորմատով եւ մենյու էր եւ կողքը անեկդոտներ էին գրած։ Ու ես կարդացի այդ անեկդոտներից մեկը շատ կարճ գրված էր, մեկը մեկին հարցնում է, բա գիտես որն այն գյուտը, որ թույլ է տալիս մարդուն անցնել պատի միջով։ Մյուսն ասում է, չէ, որն է, ասում է դուռը։ Ու ես հիշեցի, որ Շեկոյի վեպի հենց կարծեմ այդ առաջին հատորում կար այդպիսի տեսարան, որտեղ իր համակուրսեցին Սերգեյ Դանիելյանը, հայտնի գիտնական, համշենագետ, ինքն է ասում, ինքն է այդ սրամտությունն ասում։ Եվ Սերգեյը իսկապես սրամիտ հումորով էր, այդ ժամանակ որ շփվում էի, եւ Շեկոն ճիշտ էր որոշել, թե ում բերանը դնի այդ անեկդոտը։ Հետո Շեկոյին ասեցի իմ գյուտի մասին, ծիծաղեց, ասեց, գիտես ինչը որ իսկականից եղել է, դրան չեն հավատում։ Իսկ դրան որ հորինել եմ, դրան հավատում են։ Իսկականին չեն հավատում, հորինածին հավատում են։ Սա հանճարեղ բնութագրում է, թե ոնց են սահմանազատվում իրականն ու հորինվածքը գեղարվեստական իրականությունը, որովհետև գրականությունը ինքն է կերտում իրականությունը, որովհետև լավ գրողի հորինվածքը ավելի իրական է, քան իրականությունը, քանի որ անտեսում է իրականության որոշ բաներ ու ընտրում, որսում ու համադրում այն կետերը, որոնցով իրականությունն ավելի իրական է դառնում, քան է իրականում։ Ճիշտ ինչպես չինական մի առասպելում, որը կուզենամ կարդալ ձեզ համար, Պարուշ Սևակը իր հոդվածներից մեկում գրում է դա, հղելով Սելինջերին, Սելինջերի գործից է վերցրել։ Ուրեմն չինական առասպելը։ Լինում է, չի լինում մի իշխան, անունը Մու, չինի տիրակալը։ Սրան ծառայում է մի Պոլո, ձիեր ճանաչող մեկը։ Տարիքդ լցվել է, ասում է մի օր իշխանը, ընտանիքիցդ որևէ մեկը կարող է ծառայել ինձ քո փոխարեն ինձ համար ձիեր ընտրելով։ Լավ ձին կարելի է ճանաչել տեսքից եւ շարժումներից, պատասխանում է Պոլին, բայց աննման նժույգն այն է, որ ոտները գետնին չի դիպցնում ու հետք չի թողնում, որ խորհրդավոր է, անբռնելի եւ անշոշափելի, ինչպես առավոտվա մուժը։ Իմ որդիների շնորհքը չի ասնում բարձրագույն աստիճանի, նրանք կարող են ջոկել լավ ձին նայելով նրան, բայց նրանք չեն կարող ճանաչել աննման նժույգը։ Սակայն ես ունեմ մի բարեկամ, անունը Չուֆանկաո, որ ցախ ու կանաչեղեն է ծախում։ Ձիերիդ գործում նրա խելքը ինձնից պակաս չի կտրում, նրան կանչիր մոտդ։ Իշխանն այդպես էլ անում է։ Շուտով նա Չու Ձանկաոին ուղարկում է ձի ճարելու։ 3 ամիս անց նա վերադառնում է ու զեկուցում, որ ձին գտել է։ Իսկ ինչ տեսակ ձի է, հարցնում է իշխանը։ Աշխետ զամբիկ է, լինում է պատասխանը։ Բայց երբ մարդ են ուղարկում ձիուի ետևից, պարզվում է, որ ագրաբի պես սև հովատակ է եւ ոչ թե աշխետ զամբիկ։ Դժգոհ իշխանն իր մոտ է կանչում Պոլոին։ Քո բարեկամը, որին ես հանձնարարեցի ձի ճարել, իրեն խայտարակեց։ Նա ձի ворցնու էկն էլ չի ջոգում, եւ ձիերից նա ինչ է հասկանում, եթե նույնիսկ գույնն էլ չի տարբերում։ Պոլոն խորին թեթևությամբ շունչ է քաշում։ Միթե նա իսկապես հասել է այդ աստիճանին, բացականչում է նա։ Այդ դեպքում նա արժե ավելին, քան ինձ նման 10,000-ը միասին։ Ես չեմ համարձակվի համեմատվել նրա հետ, որովհետև Կաոն ներթափանցում է հոգու կառուցվածքի մեջ։ Վերահասու լինելով էությանը, նա մտահան է անում անեական գծերը։ Տեսնելով ներքին արժանինքները, նա կորցնում է արտաքին տպավորությունները։ Նա տեսնում է այն, ինչ հարկավոր է իրեն, եւ չի նկատում անհարկավորը։ Նա նայում է այն կողմ, ուր պետք է նայել, եւ անտեսում է այն, ինչ չարժե տեսնել։ Ու երբ բերում են ձին, պարզվում է, որ նա իսկապես էլ աննման է։ Սևակի այս հոդվածը իր 5-րդ հատորում են ներառված, հոդվածը կոչվում էր հանուն եւ ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի։ Դա 60-ականների մի բանավեճից էր, մի օղակներ այդ բանավեճի եւ բանավեճը սկիզբ էր առել Մարտիրոս Սարյանին հղելով, Մարտիրոս Սարյանի ձևակերպումն է ռեալիզմի նախահիմքերը։ Թեպետ այսօր կարելի է նախանձել այդ կարգի գրական բանավեճերին, բայց պետք է ինչ-որ վերապահումով մոտենալ այս ռեալիզմ բառին։ Սա կարծես ինչ-որ առումով պայմանական ծածկանուն է, քանի որ
մոդեռնիստական ուղղությունները սովետի ժամանակ բանադրված էին։ Ես էլ հանուն այդ ռեալիզմի հիմքերի ընդեմ եւ հանուն ռեալիզմի չի, որ այս էքսկուրսիան արեցի, ոչ միայն ռեալիզմի, այլև գրականության ու արվեստի ամենատարբեր ուղղությունների գործերում կա իրականությունը կերտելու այդ ձգտումը, փորձը եւ հաջողությունը։ Ուղղակի ուզում եի նկատել տալ, որ անգամ ռեալիստական կոչվողը պարզ հայելային արտապատկերում չի։ Ուրեմն Շեկոյանը կերտում էր մեր իրականությունը ուղղակի ու տառացի իրական դեմքեր ու դեպքերի մասին գրելով, ու այդ իրականն ու նրա հորինածի այդ տարօրինակ անզատելի ձուլվածքը ավելի իրական էր դարձնում իրականությունը, զանց առնելով հենց բուն իրականը, ու սա բառախաղ չի ընդամենը։ Մարինե Պետրոսյանը տարիներ շարունակ փորձում էր ինչ-որ նիշա, սենյակ, ինչ-որ դարակ ստեղծել, անվանակոչել իր բանաստեղծությունները դրանով։ Մեկ կոչում էր դա անտիպոեզիա, մեկ դոկումենտալ պոեզիա եւ այլն։ Բայց այդ սենյակ տարածք անունը ստեղծելը բնավ նման չի արվեստի ու գրականության տան։ Հակառակը նա ուզում էր խախտել այդ նախասահմանված սահմանները։ Ու սա առհասարակ ժամանակակից գրականության ու արվեստի կարևոր խնդիրներից է։ Արվեստագետները արվեստը հանում են իրեն տրամադրված տարածքից, որովհետև այն արվեստը, որ ինքն իրեն լուրջ է վերաբերվում, չի կարող համաձայնել, որ ժամանակակից մարդը, ասենք, ոնց է արվեստի հետ հարաբերությունը։ Դե սա որ աշխատում է, երեխեքին տանում է դպրոց, հետո տանում է բալետի, հետո մաթեմատիկայի, բերում է տուն, լողացնում, քնեցնում, հետո նստում հեռուստացույցի առաջ կամ սոցցանցերում ու ընտրում է որոշ նյութեր, որ այդ պահին կարևոր է համարում, ասենք, քաղաքական վիճակ, տնտեսական հարցեր, կարևոր են դրանք, կամ իրականությունից փախչելու համար մի քանի հատ փիսիկ, թութակ, մի քանի սկանդալ, մի բույլ հոլիվուդյան աստղեր եւ այլն։ Այսօրվա գերծանրաբեռնված մարդը արվեստի ու գրականության համար, եթե շատ ուզենա, պիտի հատուկ արարողակարգ որոշի, սահմանի, ինչ որ ժամանակ պրճոկի, ասենք վեր կենա գնա թանգարան, ցուցահանդես, կինո, թատրոն կամ նստի բազմոցին ու գիրք կարդա։ Այսինքն արվեստն ու գրականությունը մի հատ հատուկ տեղում են դրված ու դու երբ հավեսը տա պիտի հելնես գնաս կամ գործերը թողնես նստես կարդաս։ Ցուցահանդես ու թատրոն գնալը կամ բազմոցին նստել կարդալը անշար կանխատեսելի իրավիճակներ են։ Ասենք շաբաթ-կիրակի մի 2 ժամ, որպեսզի ինձ դիարժեքը զգամ, արվեստ ու գրականություն կսպառեմ։ Այնց այս բառով բնորոշվում այն, ինչով կարելի է կոչել գրականության հետ մեր արածը սպառողական հասարակությունում։ Բայց քան որ հիմա մեր կյանքը տառացիորեն կախված է քաղաքական պրոցեսներից, արդեն անգամ այդ փուճուր ժամանակն էլ չենք ուզում, չենք կարողանում տրամադրել գրականությանն ու արվեստին, որովհետև գրականությունն ու արվեստը հիմնականում այլևս դերակատարում չունեն մեր գլխին գալիքի հետ։ Ցանկացած գրող կամ արվեստագետ, որ լուրջ է վերաբերվում իր գործին, չի բավարարվի նման դերակատարման, որ իր գործերը ցուցասրահներում կամ գրքերում որպես պարապ վախտվա խաղալվիկ նստեն, սպասեն հաճախորդի։ Մարինեն ոչ միայն չի ուզում, այլև կարողանում է խախտել այդ քմայքոտ առաջնահերթությունները։ Գրում է, ինչպես ասում է, տեքստ Facebook-ում ու գրում այնպես, որ մարդիկ հաճախ չեն հասկանում, որ դա բանաստեղծություն է։ Չեն հասկանում անգամ արվեստագետ ու գրականագետը, թեպետ կոնկրետ այս գործը հենց տողատված է բանաստեղծության պես, բայց անգամ գրականագետը չի նկատում դա, կրթություն լավ չի ստացել։ Ու արվեստագետ ու գրականագետ, ինչպես այս թեմայի ոդքասթիս առաջին նախորդ մասում եմ ասել, քննարկում էին, թե հայհոյել չի կարելի ու վերջ, կամ պիտի հարգել ուրիշ մարդկանց կարծիքը, չհայհոյել նրանց։ Ուրեմն Մարինեն ոչ թե ժանրերի հետ խաղում է, ոչ թե բանաստեղծականի կարծրատիպերն է ջարդում կամ ընդամենը դա անում, սրանք ուրիշներն էլ են անում։ Մարինեն ջնջում է պոեզիայի ու իրականության սահմանները։ Ու ընթերցողներն էլ երբ կարդում են Facebook-ում նրա գրածները, խոսում են ոչ թե բանաստեղծության մասին, այլ բանաստեղծության մեջ դրված թեմաների մասին։ Խոսում են իբրև կամք ունեցող գործորդներ, որ պիտի դիրքորոշվեն Մարինեի դրած այդ խնդիրների առաջ։ Եղել է արդյոք Մարինեի նկարագրած դեպքը, թե չի եղել։ Հանդիպել է ինքը ավտոբուսում ազատ ու երջանիկ զգացող կնոջը, թե չի հանդիպել։ Հայհոյել է, վարորդն ասել է՝ մի հայոյեք։
ու եթե եղել է, հենց իր նկարագրածի պես է եղել, թե մի քիչ ուրիշ ձև։ Ձիու էքու որցը կարևոր չի, երբ աննման նժույգ ես գտնում։ Մարինեն ընտրել է դժվար բան, հեշտը շատերն են գրում, անշարժ, սրտառուչ, հուզիչ, վեհ կամ իջեցված ոճով չպարտավորեցնող, լեզվախաղերով, հղումներով, հումորով, սրամտությամբ, սեքսի, Բաղադրատ Տոմսի էսկազմը հայտնի է այսօրվա միջին գրագետին ու այսօրվա աշխարհում միլիոնով նման տեսակի գրականություն է ստեղծվում։ Ասենք կարդում ես պատերազմի զոհերի դրանց մասին քո տվայտանքների մասին, գործեր ես կարդում, հուզվում ես, տոգորվում ես վեհ զգացումներով, կամ տեսնում ես պատերազմի ոչ վեհ, ցածր, ցեխոտ դեմքը, արյունոտ դեմքը, հետո հարգում ես քեզ, որ հուզվեցիր, տեսար, տոգորվեցիր վեհ զգացումներով, հայտնաբերեցիր պատերազմի անվեհ ստորությունը, հետո ուրիշներն են հարգում քեզ, որ հուզվեցիր, տոգորվեցիր, տեսար ու չգայթակղվեցիր։ Նարցիսիզմ։ Կուզենայի մեջ բերել Մարսել Պրուստից մի խոսք։ Պրուստն ասում էր, միայն մետաֆորը կարող է երկարատև դարձնել գրականությունը, ոճը, քանի որ հնարավորություն է տալիս բանաստեղծին դուրս գալու անցողիկ պահի պատահական զգացումի կաշկանդումից։ Մարինեն կարողանում է անցողիկ պահն ու պատահականն այնպես գրել, որ համ կոնկրետ պահը լինի, համ մետաֆորի բանաձևային խտությունն ունենա ու տևի երկար, այնքան, ինչքան կլինի մարդն ու կկարդա տեքստը։ Ուրեմն Մարինեն հենց դադարեց սենյակ դասավորելը իր բանաստեղծության համար, որպեսզի ստեղծի իր նիշան, ստեղծվեց դա։ Մարինեն գտավ դա, իսկ դա դեռ անուն չունի։ Ընտրել եմ Վուդի Ալենի Կրակոցներ Բրոդվեյում ֆիլմը ու մի բոլ սփոյլ եմ անելու, փչացնելու եմ կինոն չնայածների, նայելուզողների հաճույքը։ Նրանց համար, որ արդեն նայել են ու կուշ ծիծաղել, հետաքրքիր կլինի բացահայտել, թե իրականում ում սպանեցին Բրոդվեյի կրակոցները։